Երկրորդ ճշմարտությունը Հայաստանի ընդդիմությունը ոչ թե ուժերի բազմազանությունն է, այլ համակարգային խապկանք ժողովրդի էներգիան չեզոքացնելու համար։ Հայաստանում ընդդիմությունը ասելով ես նկատի ունեմ վերաբաշխված կուլիսային իերարխիա, ասենց կոչված ընդդիմությունը ընդամենը օգտագործում է ազգային բառեր, բայց ծառայում է ոչ թե ազգին, այլ այդ նույն մատրիցային, նույն համակարգային ինքնապահպանմանը։ Այդ պայքար չի, որովհետև այդ ժանգոտ ու կրեատիվիզմից կիլոմետրերով հեռու ու ախմախ սցենարը գրում են կրեմլյան սենյակներում ու շատ վատ դերասաններով էլ խաղարկում են ստեղ։ Տեսեք, դուք ինչին եք սպասում, մարտնչող ընդդիմության, չէ՞, բայց ինչ եք ստանում։ Դերասանների, որոնք պայքարում են ոչ թե ձեր ազատության, այլ սեփական դերերի համար։ Այս թատրոնը, որ տարիներով թույլատրել է հասարակության կամքի ինստիտուտը, դերերը հողվում են, իսկ դերաբաշխողը մնում է նույնը՝ ռուսական ռազմաքաղաքական ներքին կառավարումը։ Դրա համար էլ դրանցից ոչ մեկ չի գնում մինչև վերջ, որովհետև չի կարա ու չի ուզում։ Արդյունքում ժողովուրդը մնում է առանց իրական ձայնի ու առանց որևէ հաղթական կամ պահանջ բավարարող արդյունքի։